Ազատ լուրերը շարունակում է աշխատանքը, ես Արա Աբրահամյանն եմ, բարև ձեզ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում հանդես կգա Հայաստանը եւ նոր խաղաղության ճարտարապետությունը Հարավային Կովկասում թեմայով դասախոսությամբ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում 3 մեկնարկած քվեարկությունը կշարունակվի նաև այսօր եւ վաղը։ Ինչպես արդեն հայտնել ենք, առաջին անգամ Հայաստանում ընտրական ցուցակ է ձևավորելու կուսակցության անդամների քվեարկության արդյունքում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մեկնարկել է 26 թվականի հերթական ընտրություններին մասնակցող ընտրական ցուցակի հաստատման գործընթացի առաջին փուլի քվեարկությունը։ 3 քվեարկության էր գնացել նաև Փաշինյանը։ Քվեարկությունից հետո վարչապետը ճեպազրույց է տվել, անդրադարձել արտաքին ու ներքաղաքական վերջին իրադարձություններին։ Առաջին փուլի արդյունքների ամփոփումից հետո տեղի կունենա երկրորդ փուլը, որի մասնակցելու հնարավորություն կունենան առաջին փուլի արդյունքներով առաջին 50 հորիզոնականը զբաղեցրած տեխնացուները, որոնք նաև քարոզարշավի արդյունքում արդեն համաժողովի սահմանած կարգով եւ ընտրական օրենսգրքով սահմանված քվոտաներով նկատի ունեմ նաև քվեարկության արդյունքներով հաշվի կառնվի նվազ ընդգրկված սեռի ներկայացուցիչների ընտրական օրենսգրքով սահմանված համամասնության պահպանումը եւ երկրորդ փուլի արդյունքներով տեղի կունենա նաև քվեարկության արդյունքներով վարչապետի տեխնացուի ընտրություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանում առաջին անգամ կուսակցության անդամների քվեարկության արդյունքում ընտրական ցուցակ ձևավորելու գործընթացը։ Քաղաքացիական պայմանագիրը սկսել է 2026-ի հերթական ընտրություններին մասնակցող ընտրական ցուցակի հաստատման գործընթացի առաջին փուլի քվեարկությունը։ 3 օր շարունակ պատվիրակները քվեարկելու են ՔՊ կենտրոնական գրասենյակում։ Ապրիլի սկզբին տեղի կունենա համաժողովի լիագումար նիստը, որտեղ արդեն բաց քվեարկությամբ կհաստատվի կուսակցության ամբողջական համամասնական ցուցակ եւ համաժողովում կընդունվի կուսակցության նախընտրական ծրագիր 2026 թվականի հերթական ընտրությունների։ Փաշինյանը հայտարարեց, որ 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններին քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակը կձևավորվի փակ, գաղտնի վարկանիշային քվեարկությամբ, ինչպես 2017-ին։ Առաջին փուլում ընդգրկված է 274 տեխնացու, իսկ առաջին 50-ը կմասնակցեն երկրորդ փուլին։ Նա հերքեց ընդդիմության մեղադրանքները ժողովրդավարության իմիտացիայի մասին, ընդգծելով, որ այս կարգը ամրագրված է կուսակցության կանոնադրությամբ։ Այս ընտրությունների արդյունքում տեսեք ինչա տեղի ունենալու։ Բոլոր նախկին իշխանությունները եւ բոլոր օլիգարխները վերջնականապես եւ անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից։ Խոսելով հայաստանյան ներքաղաքական ու կրոնական խնդիրներից վարչապետը հանդես եկավ կտրուկ հայտարարությամբ։ Նա նշեց, թե եկեղեցում կատարվողի հետ կապված որոշակի տեղեկություններ ունի եւ հստակ հայտարարեց, թույլ չի տալու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել Էջմիածնի գանձերի հետ միասին։ Եթե հարկավոր լինի, միջոցներ կձեռնարկվեն։ Վարչապետի ներկայացմամբ այսօր ընթանում են գործընթացներ, որոնց իրական նպատակը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տեղափոխելն է։ Վիեննա, Մոսկվա կամ այլ վայր, սակայն նպատակը նույնն է՝ ստեղծել մարիոնետային կաթողիկոսություն։ Փաշինյանը զգուշացրեց թե Հայաստանի, թե Սփյուռքի այն ներկայացուցիչներին, որոնք իր ձևակերպմամբ ներգրավում են դավադիր պլանում, նշելով, որ հակազդեցությունը լինելու է շատ կոշտ։ Այս վերջերս մանա գնում, բարերարների դիմակի ներքո թաքնված բաները, Էջմիածնի գանձերի հետևից ընկածները, կներեք էթիկայի կանոնների սահմաններում ասեմ, որ Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքը ուղղելու ենք բոլորովին ուրիշ կողմ։ Քաղաքական դաշտի ներքին զարգացումների մասին խոսելիս նա փակեց Սամվել Կարապետյանի հնարավոր վարչապետական հավակնությունների թեման։ Ըստ Փաշինյանի Հայաստանի սահմանադրությունը հստակ է։ Երկրորդ երկրի քաղաքացիություն, տվյալ դեպքում երրորդ նաև երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ոչ պատգամավորի, ոչ վարչապետի տեխնացու, հետևաբար ինչ որ դուք ասում եք, դա պարզապես ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո գոյություն չունի եւ հետեւաբար գոյություն չունեցող բանը ես անկեղծ ասած հարկ չեմ համարում մեկնաբանել։
Արտաքին քաղաքականության հարցերում վարչապետը շեշտեց, որ Ռուսաստանում կան շրջանակներ, որոնք կարծում են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի խաղաղությունը ձեռնտու չէ իրենց, որովհետեւ այդ դեպքում Հայաստանը կդառնա լիարժեք անկախ պետություն։ Նրա խոսքով, եթե թշնամանքը պահպանվի, Հայաստանը ստիպված կլինի ավելի ամուր կախվածություն ունենալ Ռուսաստանից։ Միաժամանակ նա ընդգծեց, որ իր գործընկերներ Վլադիմիր Պուտինն ու Միխայիլ Միշուստինն այդ մոտեցումը չեն ընդունում եւ խաղաղությունը համարում են օգտակար։ Փաշինյանը նաեւ կտրուկ արձագանքեց տարածքային ամբողջականության շուրջ քննարկումներին։ Սա աբսուրդ հայտարարություն է, որովհետեւ եթե կողմ չես 29743 քառակուսի կիլոմետրին, դա նշանակում է, որ հետաձգված թե անմիջապես թե վաղը պատերազմ ես հայտարարում։ Տնտեսական բլոկում վարչապետը խոսեց հնարավոր խոշոր ներդրումների մասին։ Նրա խոսքով քննարկվում է տարբերակ, ըստ որի Հայաստանի եւ Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր կարող է Ռուսաստանից գնել Հայաստանի երկաթուղու կառավարման իրավունքը։ Չհստակեցնելով, թե որ երկրի մասին է խոսքը, նա նշեց, որ կան ներդրումային հետաքրքրություններ ունեցող ուժեր։ Նա նաեւ հայտարարեց, որ Firebird-ի ներդրումների ծավալը կարող է հասնել մինչև 4 միլիարդ դոլարի արհեստական բանականության կենտրոնի ստեղծման շրջանակում։ Բացի այդ, Միացյալ Նահանգների հետ արդեն իրականացվում են համատեղ ներդրումային ծրագրեր TRIP նախաձեռնությամբ սահմանային կառավարման եւ միջուկային էներգետիկայի ոլորտներում։ Կոնկրետ Firebird-ի դեպքում իհարկե դա մասնավոր է Հայաստանի Հանրապետությունը, որը մասնակցություն չի ունենալու։ TRIP-ի դեպքում Հայաստանի Հանրապետությունը ունենալու է մասնակցություն, ինչպես հունվարի 14-ի փաստաթղթի մեջ ընդգծված է Հայաստանի մասնակցության ձևերը, մյուս նախագծերում էլ կապրենք կտեսնենք։ Վարչապետն անդրադարձավ նաև Իրանի հետ հարաբերություններին, նշելով, որ Իրանը եւ Հայաստանը ռազմավարական գործակցության փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ բանակցություններ են վարում։ Ժամկետներ դեռ չկան, սակայն քննարկումները շարունակվում են։ Նա հավելեց, որ Հայաստանը հնարավորություն կունենա ամբողջական տեղեկատվություն ստանալ մի շարք տեխնոլոգիաների վերաբերյալ, որոնք ունի Միացյալ Նահանգները։ Փաշինյանի ճեպազորույցի գլխավոր ուղերձը հստակ էր. Հայաստանի անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ պետական ինստիտուտների վերահսկողությունը չեն դրվելու սակարկության սեղանին։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերությունը Nvidia-ն միլիարդներ է ներդնում Հայաստանում չիպերի արտադրության մեջ, այս մասին գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։ Սա հսկայական կոնկրետ եւ խորհրդանշական նշանակություն ունեցող փաստ է։ Եթե մենք այսօր ունենայինք իմ ստեղծած տեխնոլոգիական համալսարանը եւ Իվանիշվիլին չփչացներ այն, նման ձեռնարկություն անպայման կբացվեր Վրաստանում, գրել է նա։ Միջազգային մամուլը եւս անդրադառնում է վերջին օրերին Հայաստանի շուրջ տեղի ունեցողին ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի այցին։ Bloomberg-ը հրապարակել է ծավալուն հոդված, որում նշել է, որ Հայաստանը հայտնվել է խոշոր ներդրումային նախաձեռնությունների կենտրոնում։ Գործակալության գնահատմամբ քննարկվող նախագծերի ընդհանուր ծավալը կարող է անցնել 13 միլիարդ դոլարից, ընդգրկելով քաղաքացիական միջուկային էներգետիկա, արհեստական բանականության ենթակառուցվածքներ եւ տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացում։ Միաժամանակ Եվրահանձնաժողովի նոր մետահետազոտությունը Հայաստանը դիտարկում է որպես Եվրոպան եւ Կենտրոնական Ասիան կապող առևտրային երթուղիների վերագործարկման կարևոր հանգույց, առանձնացնելով նաեւ Սյունիքով երկաթուղային կապի հնարավոր վերականգնման ազդեցությունը տարածաշրջանային փոխկապակցվածության վրա։ Հայաստանին սպասվում են լայնածավալ ներդրումներ, որը Bloomberg-ի գնահատմամբ կարող է գերազանցել 13 միլիարդ դոլարը, որը կներառի քաղաքացիական, միջուկային էներգետիկան, բարձր տեխնոլոգիաները եւ տարածաշրջանային հաղորդակցությունների ուղղությունները։ Խոսքը երկրի տարեկան տնտեսական արդյունքի գրեթե կեսին համարժեք ծավալի մասին է, ինչը կարող է էապես վերաձևել Հայաստանի ներդրումային օրակարգն ու արտաքին տնտեսական կախվածությունների կառուցվածքը, հատկապես Ռուսաստանից։ Հրապարակման առանցքային դրվագներից մեկը Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ի այցն է Հայաստան, որի ընթացքում ստորագրվել է մինչև 9 միլիարդ դոլարի չափով քաղաքացիական միջուկային ոլորտում գործընկերության համաձայնագիր, իրավական հիմք ստեղծելով ամերիկյան ընկերությունների համար։ Աղբյուրը հիշեցրել է, որ սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ տարվա օգոստոսին Սպիտակ տանը հյուրընկալեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևին։ Նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը, որը ներառում է նաև TRIP-ը։ Թուրքիան էլ իր հերթին ունենալով պաշտպանական պայմանագիր Ադրբեջանի հետ քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ 1993 թվականից փակ սահմանները բացելու եւ Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ Միաժամանակ Եվրամիությունը շարունակում է խորացնել կապերը Երևանի հետ, հաշվի առնելով, որ Հայաստանը հայտարարել է ԵՄ անդամակցությանը միտված ծրագրերի մասին։ Bloomberg-ի տվյալներով 2031 թվականին մարվող Հայաստանի դոլարային
քարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է 4 բազային կետով, հասնելով վերջին 3 ամսվա ամենացածր մակարդակին։ Նշվում է նաև, որ ատոմային ոլորտում գործակցության համաձայնագիրը իրավական հարթակ է ձևավորում ամերիկյան ընկերությունների համար Հայաստան ատոմային տեխնոլոգիաներ արտահանելու եւ խորհրդային շրջանի Մեծամորի ատոմակայանը փոխարինելու նախագծերում մրցակցելու նպատակով։ Արհեստական բանականության ոլորտում խոշոր նախաձեռնություն է ձևավորվում ամերիկյան Firebird-ing ընկերության եւ Nvidia Corporation-ի գործակցությամբ։ Ծրագրի նպատակն է մինչև 2026 թվականի դեկտեմբերը ներգրավվել շուրջ 50,000 գրաֆիկական պրոցեսոր, կիրառելով չիպ արտադրողի հաջորդ սերնդի GB300 համակարգերը։ Հայ ձեռնարկատերերի հիմնադրած ընկերությունը նախատեսում է հաշվարկային հզորությունների զգալի մասը տրամադրել միջազգային շուկային, Հայաստանը դիրքավորելով որպես արհեստական բանականության լուծումների արտահանման մրցունակ հարթակ։ Ըստ հրապարակման, ներդրումային այդ հայտարարությունները հավելյալ քաղաքական ու տնտեսական ազդակ են, հատկապես Նիկոլ Փաշինյանի համար, հունիսի 7-ին նախատեսվող խորհրդարանական ընտրություններից առաջ։ Միաժամանակ նշվում է, որ Երևանում մայիսին նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Երևանը կհյուրընկալի տասնյակ քաղաքական առաջնորդների։ Ընդհանուր հաշվարկով մինչև 13 միլիարդ դոլարի հասնող պոտենցիալ նախագիծը շոշափելիորեն գերազանցում են Հայաստանում նախկինում կատարված օտարերկրյա ներդրումների ծավալները, ճանապարհ բացելով կառավարության նպատակի համար ամերիկյան կապիտալն ու տեխնոլոգիաները ներգրավել ռազմավարական ոլորտներ, անգամ եթե բոլոր նախագծերն ամբողջությամբ չիրականացվեն։ Firebird-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի խոսքով, երբ ընկերությունները որոշում են միլիարդավոր դոլարներ ներդնել Հայաստանում, դա գաղափար է ստեղծում նաև ուրիշների համար։ Ըստ նրա, չնայած որ շատերը գիտեին Հայաստանը, բայց չեն մտածում մեծածավալ ներդրումներ կատարելու մասին։ Այս ամենին զուգահեռ Եվրահանձնաժողովը հրապարակել է միջտարածաշրջանային կապի զարգացմանն առնչվող մետահետազոտություն, որտեղ Հայաստանը ներկայացվում է որպես Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջև առևտրային երթուղիների վերականգնման կարևոր հանգույց։ Զեկույցում առանձնացվում է երկրի դերակատարումը Անդրկասպյան տրանսպորտային միջանցքում, որը միավորում է Եվրոպան, Հարավային Կովկասը, Թուրքիան եւ Կենտրոնական Ասիան, ստեղծելով բեռնափոխադրումների այլընտրանքային ուղղություններ։ Փաստաթղթում նշվում է, որ Սյունիքով երկաթուղային հաղորդակցության հնարավոր վերականգնումը որպես միջանցքի վրացական հատվածին այլընտրանք կարող է զգալիորեն ուժեղացնել տարածաշրջանային փոխկապակցվածությունը։ Փորձագիտական գնահատմամբ Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա երթուղին տեսականորեն կարող է կրճատել փոխադրման ժամկետը մինչև 25%-ով համեմատած գործող Բաքու-Թբիլիսի կարտ երթուղու հետ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Ադրբեջանի նախագահ Ալիևը Մյունխենում է, որտեղ հարցազրույց է տվել France 24 հեռուստաալիքին։ Նա անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, Հայաստանի սահմանադրություն փոփոխություններ կատարելու պահանջին եւ Բաքվում պահվող գերիների ճակատագրին։ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները մտել են նոր եւ ավելի կայուն փուլ։ Այս մասին են վկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջև նախաստորագրված համաձայնագիրը։ Նախորդ տարվա օգոստոսի 8-ից հետո հայ-ադրբեջանական սահմանին չկան կրակոցների լարվածություն, ինչի մասին բազմիցս փաստել եւ հայտարարել են երկու կողմերն էլ։ Ավելին, համաձայնագրի նախաստորագրումից հետո Հայաստանը պարբերաբար Ադրբեջանից ներմուծում է վառելիք եւ ադրբեջանական տարածքով ներկրում ռուսական ղազախական ծորեն։ Խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը մեծապես նպաստեց նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը տարածաշրջան, նախ Հայաստան, ապա Ադրբեջան։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում France 24-ին տրված հարցազրույցում։ Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահի միջնորդությամբ նախաստորագրված համաձայնությունը հակամարտության ավարտն է եւ կլինի կայուն ու հարատև։ Այդ ժամանակվանից անցել է ավելի քան 6 ամիս եւ իրավիճակը Հայաստանի հետ մեր սահմանին շատ հանգիստ է։ Կրակոցներ, զոհեր չկան։ Կասկած չունեմ, որ թրիփ նախագիծը կիրականացվի։ Այն Ադրբեջանի հիմնական մասը Հայաստանի միջոցով կկապի Նախիջևանի հետ։ Ալիևը նշել է նաև, որ իրենց երկիրը մինչև սահման կառուցում է 400 կիլոմետր երկարությամբ երկաթուղի, եւս 200 կիլոմետր էլ վերականգնվելու է Նախիջևանում։ Ալիևը կրկին խոսել է Հայաստանի սահմանադրությունում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին, ընդգծելով, որ խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը կապված է դրա հետ։ Երբ փոփոխություն կատարվի Հայաստանի սահմանադրության մեջ, հաջորդ իսկ օրը կարող ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը, սակայն արդեն իսկ Ադրբեջանն ու Հայաստանը հասել են խաղաղության։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձին, դա կարող է դիտարկվել միայն փոխանակության սկզբունքով, շարունակել է Ալիևը։
Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու Ալիևի պահանջին բազմիցս անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով, որ այն Հայաստանի ներքին գործն է եւ չի կարող խանգարող հանգամանք լինել Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Հեռուստալիքին տրված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը խոսել է նաև Բաքվում պահվող հայ գերիների մասին։ Նրա խոսքով Վենսի այցի ընթացքում այդ հարցը եւս քննարկվել է։ ԱՄՆ փոխնախագահը բարձրացրել է Ղարաբաղի ռեժիմի դատապարտված առաջնորդների հարցը, սակայն Բաքուն արտահայտել է իր դիրքորոշումը եւ չի վերադարձել այդ թեմային։ Նրանց ներում շնորհելու հնարավորությունը բացառվում է։ Բռնապետ Ալիևն ավելի հեռուն է գնացել, նա Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական առաջնորդների դատավարությունը համեմատել է Նյուրնբերգյան դատավարությունների հետ, նշելով, թե նրանք իբրև մարդկության դեմ լուրջ հանցագործություններ են կատարել։ Նա նաև հավելել է, թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հանցագործությունները գերազանցել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կատարածը։ Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեվիդ Ալենին։ Նախարարը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ գործակցությանը վերաբերող հարցեր։ Պապիկյանն ընդգծել է հայ-ամերիկյան գործակցության կարևորությունը այս ժամանակահատվածում, երբ Հայաստանը պաշտպանական բարեփոխումների ակտիվ փուլում է։ Անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ ռազմատեխնիկական գործակցությանը։ Դեվիդ Ալենը հայտնել է Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում գործակցությունը զարգացնելու ԱՄՆ պատրաստակամությունը, նաեւ աջակցությունը Հայաստանի պաշտպանական բարեփոխումների գործընթացին։ Բացահայտվել է թմրամիջոց ապօրինի պահելու եւ իրացնելու հերթական դեպքը քրեական ոստիկանության Երևանի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները արգրավել են հալյուցինոգեն սնկերով 100 փաթեթ, իսկ Երևանի բնակիչ 26 եւ 38 տարեկան երկու տղամարդ կալանավորվել է։ Անցող շաբաթվա քրեական քրոնիկոն է տեսանյութում։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության եւ հատուկ միջոցների գործադրման ազատության հրապարակում նստացույցանող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել այդ ժամանակահատվածում ոստիկանության Երևանի վարչության բարեկապահակագետային գնդի հրամանատարի եւ նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց։ Խոսքը մարտի 1-ի գործով մեղադրյալներ Երևանի վարչության բարեկապահակագետային գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի եւ նրա տեղակալ Վալերի Օսիպյանի մասին, որոնց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։ Գլխավոր դատախազությունը պահանջում է ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել անշարժ եւ շարժական գույքեր $700,000 համարժեք դրամ։ Իզմիլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում քննչական գործողություններ են կատարվել, կոմիտեից հայտնել են նաև, որ քննչական գործողություններ են իրականացվում բժշկական կենտրոնի այլ աշխատասենյակներում։ Նշվում է, որ գործողություններն իրականացվում են առանձնապես խոշոր չափերով հարկեր թաքցնելու եւ փողերի լվացման վարույթի շրջանակներում։ Օրերս Ագարակ սահմանային անցակետում պետական սահմանից համակային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության, մաքսանենգության դեմ պայքարի վարչության եւ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները մաքսային զնման են ենթարկել Իրանից ժամանած բեռնատար ավտոմեքենան։ Արդյունքում բեռնատարի նվագարկիչի միջից հայտնաբերվել է 316.4 գրամ սև պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված մեթամֆետամին տեսակի թմրամիջոց։ Հայաստանի քաղաքացի ՎԹ-ն ձերբակալվել եւ տեղափոխվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ հարուցված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է։ Պարզվեց թմրամիջոցի հնարավոր տեղակայման վայրը, որի առնչությամբ ձերբակալվեց եւ Պեկ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն տեղափոխվեց Հայաստանի երկու քաղաքացի։ Ձերբակալման ընթացքում վերջիններս փորձել են դիմել փախուստի, ինչը կանխվել է։ Քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են, դրանում ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում Հայփոստից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ նշված ընկերության փոստային բաժանմունքի պաշտոնատար անձը կատարել է իրեն վստահված խոշոր չափերով ընդհանուր 568,000 դրամի հափշտակություն։ Վերջինս ձերբակալվել եւ ներկայացվել է հակակոռուպցիոն կոմիտե։ Ներկայացված մեղադրանքում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել եւ տվել խոստովանական ցուցմունք։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտաբ օգնության խումբը Ջրաշեն գյուղից մարմնական վնասվածքներով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխել 13-ամյա պատանու։ Մայրը հայտնել է, որ որդուն Ջրաշենի միջնակարգ դպրոցում ծեծի է ենթարկել համադասարանցին։ Պարզվել է, որ դասարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված պատանուն ծեծի են ենթարկել 3 համադասարանցիները, մինչդեռ դպրոցի մանկավարժական կազմը թաքցրել է իրականությունը։ Ներքին գործերի նախարարի անունից դեպքի վերաբերյալ միջնորդագիր
կներկայացվի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին։ Համադասարան Ցունձեցի ենթարկած անչափահասները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական բարույթ առողջությանը, միջին ծանրության վնաս պատճառելու եւ երեխայի դասիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մեղադրանքներով կատարվում է նախաքննություն։ Քրեական ոստիկանության Երևանի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները եւ ազգային անվտանգության աշխատակիցները թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով Արինբերդի 5-րդ նրբանցքում ձերբակալել են Աբովյանի բնակիչ 2 եւ Հրազդանի բնակիչ 1 տղամարդու։ 31-ամյա Աբովյան ցուխ ուզարկությամբ հայտնաբերվել է տոպրակ մեթամֆետամինի նմանվող զանգվածով, որի քաշը կազմել է 1 կիլոգրամ 96 գրամ, նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։ Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել նետվելով հաղթանակի կամրջից։ Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։ Հոգեբանը քաղաքացուն եւ նրա հարազատին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չի մասնակցել Ուկրաինայի պատերազմի հարցով եվրոպացի առաջնորդների հետ հանդիպմանը, հաղորդում է Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին։ Հանդիպումը կայացել է ուրբաթ կեսօրին Մյունխենում, որտեղ տեղի է ունենում միջազգային անվտանգության համաժողով։ Թերթի աղբյուրների համաձայն Ռուբիոն վերջին պահին հրաժարվել է մասնակցությունից գրաֆիկի անհամապատասխանության պատճառով։ Եվրոպացի պաշտոնյաներից մեկը այդ որոշումն անվանել է խելահեղ։ Մյուսը հավելել է, որ առանց ԱՄՆ մասնակցության հանդիպումը բավարար բովանդակային չի եղել։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Ժնևում փետրվարի 17-ին եւ 18-ին։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նախորդ երկու փուլերը տեղի են ունեցել Աբու Դաբիում։ Ռուսական պատվիրակությունը կգլխավորի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ով անցյալ գարնանը ղեկավարել էր նաեւ Ստամբուլի բանակցությունները։ Ավելի վաղ ռուսական կողմը ներկայացնում էր Իգոր Կոստյուկովը։ Ուկրաինական պատվիրակությունը կրկին կգլխավորի Ռուստեմ Ումերովը։ Կիևը հաստատել է իր մասնակցությունը։ Բանակցությունների օրակարգում շարունակվում է մնալ ամենաբարդ հարցը՝ տարածքային զիջումները։ Նախորդ փուլից հետո կողմերն իրականացրել էին գերիների փոխանակում։ Վերջին 5 ամսվա ընթացքում առաջին անգամ։ Ուկրաինական կողմի տվյալներով ռուսական անօդաչու թռչող զանգվածային հարձակում են իրականացրել Օդեսայի մարզում։ Զոհվել է 1 մարդ, 6-ը վիրավորվել են, որոնցից 3-ի վիճակը ծանր է։ Վնասվել են նավթահանգստյան եւ էներգետիկ ենթակառուցվածքները, բռնկվել են հրդեհներ, խափանվել են էլեկտրաէներգիայի, ջրի եւ ջեռուցման մատակարարումները։ Ավելի քան 90 փրկարար ներգրավվել է հրդեհաշիջման աշխատանքներում։ Կիևը նշում է, որ վերջին շաբաթներին Ռուսաստանն ակտիվացրել է հարվածները կարևորագույն ենթակառուցվածքների ուղղությամբ, չնայած Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ ընթացող բանակցություններին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ գիշերվա ընթացքում խոցվել է ուկրաինական 58 անօդաչու թռչողզարկ Վոլգոգրադի, Ռոստովի եւ Կուրսկի մարզերի տարածքում։ Բելգորոդի մարզի ղեկավարի փոխանցմամբ ուկրաինական հարվածների հետևանքով ավելի քան 220,000 բաժանորդ ժամանակավորապես մնացել է առանց էլեկտրամատակարարման։ Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի բացման իր ելույթում հայտարարել է, որ Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների միջև ձևավորվել է անջրպետ եւ լուրջ պառակտում։ Նա կոչ է արել Վաշինգտոնին ձեռնարկել քայլեր անդրատլանտյան հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ։ Մերցի խոսքով մեծ տերությունների մրցակցության ներկայացում նույնիսկ Միացյալ Նահանգները բավարար ուժ չունի միայնակ գործելու համար, ուստի անհրաժեշտ է ամրապնդել գործակցությունը եվրոպացի գործընկերների հետ։ Հարավային Կարոլինայի պետական համալսարանի հանրակացարանում փետրվարի 12-ի երեկոյան տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 մարդ է զոհվել, եւս մեկը վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Համալսարանի պաշտոնական հայտարարության համաձայն կրակոցները հնչել են ուսանողական բնակելի համալիրում, ինչից հետո համալսարանի տարածքը ժամանակավորապես փակվել է։ Զոհերի ինքնությունը եւ վիրավորների առողջական վիճակը առայժմ չեն հրապարակվում։ Համալսարանի ղեկավարությունը դիմել է իրավապահ մարմիններին դեպքի հանգամանքները պարզելու համար, իսկ փետրվարի 13-ին նախատեսված դասերը չեղարկվել են։ Գրենլանդիայի շուրջ զարգացումները կդառնան Մյունխենում մեկնարկող անվտանգության միջազգային համաժողովի օրակարգային հարցերից մեկը։ Այս մասին հայտարարել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդրիքսենը։ Նրա խոսքով Գրենլանդիայի թեման ինքը նախատեսում է քննարկել Մյունխեն ժամանող Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Reuters-ի փոխանցմամբ բանակցություններին կմասնակցի նաև Գրենլանդիայի վարչապետը։ Լրագրողների հետ զրույցում Ֆրեդրիքսենը նշել է, որ Կոպենհագենը Գրենլանդիայի հարցում ակնկալում է համաեվրոպական աջակցություն ընդգծելով Եվրոպան պետք է կարողանա պաշտպանել ինքն իրեն։ Այսքան այս ժամի համար կհանդիպենք։